Սիրելի ծնողներ, մի դաստիարակեք երեխաներ միայն մեկ օրվա համար, այլ ամբողջ կյանքի։ Երբ մենք պայքարում ենք, որ մի օրվա համար երեխան բեմում գլխավոր դերում լինի, ոտնահարելով մյուսների իրավունքները, երբ մենք պայքարում ենք, որ մի օրով երեխան լիդեր լինի շրջապատում, ոտնահարելով իր հասակակիցների և շրջապատի մարդկանց իրավունքները, երբ մենք պայքարում ենք, որ մի օրով երեխան չնախատվի, այլ մատ թափ տա ուրիշի վրա, ստացվում է այն, որ երեխան մի օրվա համար մի ողջ կյանք է խորտակում։ Կյանք է, բոլորն էլ ունեն երեխաներ, և բոլոր մայրերի ու ծնողների համար իրենց երեխաները լավագույնն են, անկախ մաշկի գույնից, տարիքից, սեռից, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական կարողություններից։ Ոչ ոք իրավունք չունի երեխային այնքան ազատություն տալ, որ երեխան ուրիշի իրավունքների սահմանն անցնի և իրեն տեր ու տնօրեն զգա։ Մի օրն է որոշում ձեր երեխայի ապագան, մի օրը որոշիչ է քո երեխայի ու իմ երեխայի կյանքում։ Եթե երեխաս բողոքում է դասընկերներից, շրջապատից, ուսուցչից և աշխարհից, խնդիրը պետք է փնտրեմ առաջինը իմ դաստիարակության մեջ։ Իսկ միգուցե ես նրան այնքան ազատություն եմ տվել, որ մտածում է ինքը անձեռնխելի է։ Սիրենք մեր երեխաներին, բայց երբեք չդաստիարակենք նրանց այնպես, որ նրանց համար անարժեք դառնա մանկավարժ կոչումը, անկախ ամեն ինչից։ Եթե երեխաս այսօր իմ ցանկությամբ մատ է թափ տալիս ուսուցչու վրա, վաղը ես ինքս կարող եմ դառնալ նրա թիրախը։ Մի օրն է որոշում երեխայի հետագա կյանքն ու ընթացքը։ Այսօր, երբ աշխարհը լի է խոչընդոտներով ու սխալ օրինակներով, առավել քան երբևէ կարևոր է մանկուց սերմանել ոչ թե անազնվություն, չարություն կամ նյութապաշտություն, այլ աստվածավախություն, սեր, համբերություն, բարություն ու ճշմարտություն։ Այս արժեքները դարձնում են մարդուն ոչ միայն խելացի, այլ նաև ազնիվ ու հոգով զորեղ։ Կոչ եմ անում բոլոր մեծահասակներին։ Մենք չպետք է երեխային սոսկ սովորեցնենք խոսել, պետք է սովորեցնենք նաև ճիշտ խոսել։ Չպետք է պարզապես ցույց տանք ճանապարհը կամ առաջին քայլերը, այլ պետք է առաջնորդենք նրանց դեպի լույսը, դեպի Աստծո վախով ապրելու և մարդասիրությամբ լցված կյանք։ Սիրելի ծնողներ, եկեք չդաստիարակենք երեխաներ միայն մեկ օրվա համար, այլ դաստիարակենք երեխաներ ամբողջ կյանքի համար և երբեք չմոռանանք, որ առաջին հերթին երեխայիդ համար օրինակը դու ես, և չմոռանանք, որ երեխան առաջին հերթին դաստիարակվում է տեսնելով իրենց ծնողի, այս դեպքում մեր իսկ օրինակը։